Հարգելի պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացվում է պրոբացիայի մասին և պրոբացիայի պետական ծառայության մասին, ինչպես նաև հարակից օրենքների փաթեթը։ Նախ եթե իրավական հիմքերին անդրադառնամ, այս ծառայության ստեղծումը, պրոբացիայի պետական ծառայության ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի իրավական և դատական բարեփոխումների 2012-16 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին հրամանագրով, դրա հավելվածով։ Սա նաև նախատեսված է միջազգային մի շարք փաստաթղթերով և նաև ըստ էության այստեղ այս նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է նաև մեր միջազգային պարտավորությունների կատարմամբ և պիտի ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը Արևելյան Եվրոպայի վերջին երկրներից է, որտեղ ներդրվում է պրոբացիայի պետական ծառայությունը։ Իսկ ինչ ենք մենք հասկանում պրոբացիա կամ պրոբացիայի պետական ծառայություն ասելով։ Բոլորդ գիտեք, որ այսօր Արդարադատության նախարարության համակարգում գործող քրեակատարողական վարչության կազմում գործում է այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանում, որը իրականացնում է այն պատժատեսակները, որոնք ազատազրկման հետ կապված չեն, տուգանք, հանրային աշխատանքներ և այլն։ Այդտեղ բնականաբար զինվորական ծառայությունը ըստ էության քրեակատարողական ծառայողների կողմից է իրականացվում։ Հիմա պրոբացիան իր գաղափարը ամբողջությամբ հանգում է նրան, որ մենք պիտի ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, այլընտրանքային խափանման միջոցները և նոր քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցները իրականացվեն համապատասխան լիազոր պետական ծառայության միջոցով, որը ըստ էության չի լինելու սկզբունքորեն զինվորական ծառայություն, այն ավելի շատ քաղաքացիական ծառայության կամ պետական ծառայության համակարգում պիտի գործի, որովհետև եթե դուք նայեք օրենքի նախագծով պրոբացիայի հասկացությանը, այն է շահառուի նկատմամբ օրենքով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացվի և վերասոցիալականություն իրականացվի անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով, հատկապես անչափահաս շահառուների հետ կապված կրթական, մշակութային, դաստիարակչական միջոցներ։ Ես ուզում եմ մի քանի կարևոր շեշտադրումներ անել։ Անկասկած պրոբացիայի պետական ծառայության հիմքը լինելու է այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը։ Բայց պրոբացիայի ծառայության լիազորությունները զգալիորեն ընդլայնվելու են ի համեմատ այն լիազորությունների, որ այսօր ունի այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը։ Եթե այսօր մենք խոսում ենք տուգանքի ու հանրային աշխատանքների մասին, ապա քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի ընդունումից հետո մենք խոսելու ենք տնային կալանքի, վարչական հսկողության, անվտանգության մի շարք այլ միջոցառումների, ինչ որ օրինակ որոշակի վայրեր արգելելու և այլնի մասին։ Ընդհանրապես պրոբացիայի ծառայությունը մի քանի կարևոր ֆունկցիաներ իրականացնելու զատ, այսինքն վերասոցիալականացում, դաստիարակություն, անձին հասարակությունից չմեկուսացնել և այլն, մի շատ կարևոր գործառույթ ունի։ Երբ որ պրոբացիայի ծառայությունը սկսում է արդյունավետ աշխատել երկրում, դատապարտյալների թվի կրճատում ենք ունենում, ընդ որում բնականաբար կախված կոնկրետ պատժատեսակների և այլնի հետ, և սա նաև որոշակի առումով ռեցիդիվի նվազեցմանն է ուղղված, այն առումով, երբ դու կարողանում ես պատշաճ կերպով կազմակերպել պրոբացիան այն անձանց նկատմամբ, ովքեր օրինակ պայմանական վաղաժամկետ ազատվել են, պատիժը պայմանական չի կիրառվել և այլն։ Պիտի ասեմ նաև, որ գրականության մեջ, իրավական գրականության մեջ, այս ոլորտի նաև մասնագիտական գրականության մեջ սովորաբար պրոբացիայի պետական ծառայությունը կամ պրոբացիան իրականացվում է տարբեր փուլերում՝ մինչդատական, դատական, պատժի կրման կամ պենիտենցիար և հետպենիտենցիար կամ հետպատժի կրման ժամանակահատվածում։ Այս պահին մենք նախատեսել ենք խորհրդատվական զեկույցների իրականացում նաև որոշակի տրամադրում նաև, հատկապես պենիտենցիար և հետպենիտենցիար, պատժի կրման ու հետկրման փուլերում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում դա իմ խորին համոզմունքն է նաև, որ պիտի պրոբացիայի պետական ծառայությունը իր կենսունակությունը սկսի ապահովել, սկսի աշխատել և դրանից հետո ըստ էության տարբեր այլ ոլորտներում, տարբեր այլ փուլերում, ավելի ճիշտ, մենք կարողանանք այն իրականացնել։ Սա է նախագծի հիմնական գաղափարախոսությունը։ Պիտի ասեմ, որ գործիքակազմի առումով նաև որոշակի ընդլայնումներ կան, և սա ևս պայմանավորված է քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերով։
Բայց արգելի գործընկերներ, օրինակ էլեկտրոնային հսկողության միջոցներ, այսինքն հայտնի էլեկտրոնային օրինակ բրասլետներ կամ ոտքի վրայի էլեկտրոնային հսկողության միջոցներ, որոնք շանս կտան օրինակ տնային կալանք իրականացնել եւ արդյունավետ հսկողություն իրականացնել։ Այս ամենը օրենքի նախագծում նշված է, բայց մի կարևոր շեշտադրում, որ ես անկասկած ուզում եմ անել եւ դիմել դահլիճին։ Նախագծերի փաթեթը ազգային ժողով ընդամենը նախորդ ուրբաթ օրն է, այսինքն ընդամենը 4 օր է, որ մուտք է եղել։ Ես որպես նաև ազգային ժողովի նախկին падգամավոր հրաշալի հասկանում եմ, որ հաշվի առնելով նաև այն ամբողջ իրադարձությունները, որ տեղի էին ունենում, եւ իմ գործընկերը ինչպես նշեց, ամեն ինչ թվում է երկրորդական եւ ընդհանրապես ոչինչ, այսպես ասենք, չի կարող ըստ էության չես էլ ուզում որևէ բան անես կամ քննարկես։ Հաշվի առնելով այդ ամբողջը, ես նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովում էի իմ գործընկերներին խնդրել առաջին ընթերցման ռեժիմով հավանություն տալ գաղափարին, նախագծերի ընդհանրապես գաղափարին, որովհետև ինչպես ցույց տվեց միաձայն քվեարկությունը նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովում, գաղափարի առումով մենք չունենք որևէ հակասություն, ընդունելի գաղափար է։ Մենք քննարկել ենք դա օրինակ երկիր խմբակցության մեր հարգելի գործընկերների հետ, ովքեր ունեին նմանատիպ նախաձեռնություն մի հատվածով նաև։ Ուզում եմ ասել, որ ես այստեղ էլ կոչ եմ անում ձեզ դետալային քննարկման մեջ այս պահին չներքաշվել մի պարզ պատճառաբանությամբ, հաշվի առնելով այն, որ նախագծերի փաթեթը մեծ է, բավականին ծավալ ունի այս փաթեթը, եւ հաշվի առնելով այն, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ ունենք պայմանավորվածություն կազմակերպել աշխատանքային քննարկումներ, ինչու ոչ անգամ լսումներ, եթե կհասցնենք եւ եթե անհրաժեշտություն կլինի, քննարկել դետալային, հոդված առ հոդված այն լուծումների առումով, որոնք մենք տվել ենք պրոբացիայի պետական ծառայության ծառայողներին, այն գործիքակազմը, որ մենք տեսնում ենք կամ պիտի իրականացնենք։ Սա իմ խնդրանքն է եւ հորդոր ազգային ժողովին եւ առաջարկ ազգային ժողովին հաշվի առնելով, որ այստեղ, եթե մենք սկսենք շատ դետալային քննարկում, սա բավական տևական ժամանակ կլինի եւ կարծում եմ շատ հարցեր աշխատանքային քննարկման ժամանակ դուրս կգան։ Բավական երկար է նախագիծը քննարկվել, շատ երկար փուլ է անցել, ուզում եմ ձեզ ասել, այս հրատապությունն էլ պայմանավորված էր, ինչպես արդեն նշեցի, մեր միջազգային պարտավորությունների կատարմամբ եւ դրանով պայմանավորված անհրաժեշտությամբ։ Շնորհակալություն, թերևս այսքանը, ակնկալում եմ ձեր, այսպես ասենք, ըմբռնումը այս հարցի կապակցությամբ։ Շնորհակալություն։